Ռուսաստանի տարօրինակ երբեմն լռությունը կամ չեզոք այսպես հայտարարությունները միգուցե հիմք է տալիս ենթադրել, որ դեռ մեծ պետությունների միջև ամեն ինչ բանակցությունները ավարտված չեն եւ միգուցե այդտեղ հաշվի են առնվում կամ հաշվի են առնվելու նաեւ Ռուսաստանի շահերը եւ միգուցե դրա համար այդքան ակտիվ չի արձագանքում Ռուսաստանը, իսկ Իրանին էլ ինչ-որ մի բան է, ինչ-որ հավաստիացումներ են տրվել, որ Իրանի պաշտոնյաների մի մասը անվանում է, որ դա խնդիր չի, մի մասը անվանում է, որ դե կասկածներ կան, բայց հայկական կողմը հավաստիացրել է, որ մտահոգվելու բան չկա, այսինքն այնուամենայնիվ process-ը շարունակվում է դեռ հստակության, այսպես հասնելու իմ կարծիքով բավական ժամանակ կա, ամենավատն այն է, որ Հայաստանը այս գործընթացում արդեն դուրս է process-ներից, այսինքն Զանգեզուրի միջանցք կլինի, թե Թրամփի ուղի կլինի, թե այլ կլինի, այնուամենայնիվ քննարկվում է մի ֆորմատում, որտեղ Հայաստանը կամ չկա, կամ եթե կա էլ, ապա ունի շատ սիմվոլիկ ներկայություն։